Մենք impeachment-ի մասին Հայաստան խմբակցությունը կարծեմ հայտարարությամբ հանդես կգա, իսկ բուն impeachment-ի գաղափարի մասին նախորդ հայտարարությունը ուժի մեջ։ Այսինքն իրենք պետք է ուս պատգամավոր ներկայացնեն, որ դուք տաք 28-ի ստորագրությունը։ Impeachment-ի գաղափարի մասին մենք արդեն խոսել ենք։ Հիմա Դավիթ Համբարձումյանի տեխնացիան առաջադրվել էր շաբաթ կեսօրին։ Այո։ Դա ինչ որ քննարկում կլինի հայտարարությամբ հանդես կգանք։ Այսինքն եթե 8 ստորագրություն լինի, դուք քննարկում կլինի հայտարարությամբ հանդես կգանք։ Որտեղ Հայաստան դաշնքի դա է երկհանում, որ եթե 8 ստորագրություն բերեք, Հայաստան դաշինքը կմիանա։ Դե նշանակական հայտարարությունը կվերահաստատվի կամ մոդիֆիկացիա կլինի։ Գուցե միասին եք երկու պատգամավորի հարցի հետ կապված կարողանա քննարկում ծավալել։ Ինչ Ոչ թե պահանջ ներկայացնեք, որ 8 հոգի թող լինեն, այսինքն երկու պատգամավոր բերեք, որ մենք միանանք, այլ խոսանք դրա մասին։ Ում այդ միասին։ պատիվ ունեմ խմբակցության։ Լավ, ասեմ հայտարարությունը կլինի, կխոսենք, բազմաթիվ չեմ կարող ասեմ։ Կարծում եմ, քանի դեռ այդ թեման ակտուալ է։ Այսինքն այսօր վաղը պիտի Ռոբերտ Քոչարյանի հետ հավաքվեք քննարկեք։ Ֆրակցիան պետք է քննարկի։ Ֆրակցիան պետք է քննարկի։ Իսկ Ռոբերտ Քոչարյանի Ֆրակցիան պետք է քննարկվի։ Դուք երկու քաղաքական միավորներ են, չէ՞ վերջապես Հայաստան խմբակցությունն եւ քաղաքական ղեկավարությունները երկուսին։ ֆրակցիա դրա համար եմ ասում։ Որոշումը մեկը ֆրակցիան է կայացնել։ Հիմա քննարկում կլինի եւ այլն։ Դե երկու խմբավորումներ կարծիք են հայտնում։ Հիմա մեր շուտ կանանք ներս մտնենք, այնտեղ փոխություն չունի։ Կա երկու քաղաքական ուժերից է բաղկացած եւ բնականաբար այդ քաղաքական ուժերը քննարկումներ են անցկացնելու։ Ինչի մասին եք դա ասում, պարոն Խաչատրյան, քանի որ Impeachment-ի գործընթաց։ հարց կարող եմ։ Դե որ եկել ես։ Պարոն Խաչատրյան, ես գիտեմ, որ դուք կրկնի, բայց ամեն դեպքում տեխնացի հանրապետականը մտադիր է առաջադրել Դավիթ Համբարձումյանը։ Կարծեմ արդեն առաջադրել է։ Առաջադրել են արդեն։ Հա, ինչպես եք վերաբերում այդ տեխնացությանը եւ արդյոք կսատարի Հայաստան խմբակցությունը նրան։ Հայաստան խմբակցությունը impeachment-ի մասին կարծիք հայտնել է, որևէ անհատակ, որևէ անձանց մասին հղում չի եղել, որ Հերմինեն լինի լավ չի, լինի վատ է, բանը չկա դրա համար եմ ասում։ Լավ կքննարկենք, կարծիքը կհայտնենք։ Դուք եք Սերյան Օհանյանի նման կարծում, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու հիմքեր չկան։ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու բոլոր լեգիտիմ հիմքերը կան, Սերյան Օհանյանի ասածը, այն էր, որ այսօր հիմքը եւ հավաքել 54 պատգամավոր լիատեսական չի։ Աշխատեք տարեք այդ ուղղությամբ։ Շնորհակալություն տանում ենք։ Դա պետք է քննարկենք, թե նախաձեռնության հեղինակները ինչ աշխատանք են տանել։ Այսինքն այդ նախաձեռնության աջակցելու համար ձեզ համար նկատի ունեմ ձեր ֆրակցիայի համար շարունակում է կարևոր մնալ այն հարցը, թե արդյոք 34-30, այս դեպքում 36 էլ չի, արդեն Աղազարյանը ասաց, որ իրանք չեն սատարելու, այսինքն 34-ը պլյուս այն ձայները, որ բավարար կլինի, այս հարցը շարունակում է մնալ արդիական այդ սատարմանը մասնակցելու կամ մաս կազմելու համար։ Չէ, իրանք ասել են 8-ը։ Մենք ասում ենք, որպեսզի process-ը գնա, լավ, ինքը պետք է սկսի եւ որոշակի ողջամիտ տևողություն ունենա։ Ավելի վերջնական կարծիք կլինի, երբ լինի ֆրակցիայի հայտարարություն։ Իսկ կոնկրետ անձի որակներ։ Կոնկրետ անձի որակների մասին չենք ասել, չէ՞, մենք երբ հայտարարությունը տարածեցինք impeachment-ի գործընթացի մասին, չենք ասել որևէ անձի մասին, որևէ պահանջներ չի ներկայացել, որ ասենք այս մարդը պահանջներին բավարարում, այս մարդը պահանջներին չի բավարարում, այսքան դա եղել է ունիվերսալ հայտարարություն։ Իսկ քանի որ այս դեպքում արդեն կոնկրետ տեխնացու կա, դուք նրա Կրկնում եմ, թե հայտարարությունը մեր հայտարարությունը, որը տեղել է տեքստը, տեխնացուի վերաբերյալ որևէ չափորոշիչ չի պահանջել, այսինքն ունիվերսալ է։ Բայց նոր ճանաչում Դավիթ Համբարձումյանին։ Էլի եմ կրկնում, Դավիթ Համբարձումյանին ինձ կարող է մի անգամ փողոցում բարևած լինել։ Դա խնդիր։ Պիտի մտերիմ ճանաչեք որն է։ Դու կարծիք ես ինձնից ուզում եմ ուզում հարցնել։ Պիտի պարտադիր դեր մտերիմ լինի, որը impeachment-ի։ Դուք ինձնից կարծիք եք ասեմ, ասեմ ես մարդուն մասին այսօր կարծիք չեմ կարող ասեմ, անձամբ չեմ։ Հայտարարությունից հետո քննարկում չի եղել թեմում։ Չէ դեռ, որովհետև հայտարարությունը եղել է շաբաթ կեսօրին։ Որոշում երբ կլինի հստակ։ Չեմ կարող ասեմ, բայց ողջամիտ ժամկետներում։ Պարոն Խաչատրյան, առաջ այս հայտարարությունից հետո ինչ որ տարբերելի է այսպես շրջանակներ, հնչում են կարծիքներ, որ այս քայլով Սերժ Սարգսյանը օրինակ ցույց տվեց, որ աջակցություն փորձում է իր աջակցությունը այս տեխնացության առաջադրումով։ Եթե հանրապետական կուսակցության տեխնացիան, հա,
Մենք մնում ենք նույն հայտարարության մեր շրջանակներում, լավ, եթե գործընթացը չգնա այնպես, ինչպես նախաձեռնողները ենթադրում են, դրանից շահեկան վիճակում կհայտնվի բացառապես Նիկոլ Փաշինյան։ Եվ եթե ստանալու չկա կաթոլիկոսի մասին Պարոն Խաչատրյան, բայց ամեն դեպքում քննադատում են ձեզ, ասում են, որ դուք փոխանակ նկատի չունեմ ձեզ հենց խմբակցությանը, ասում են, որ եթե ցանկություն ունեք Փաշինյանին հեռացնելու, ապա դուք ոչ թե պայման կդնեիք, որ գնացեք երկու պատգամավոր բերեք եւ 6-ն էլ դուք եղեք, որ մենք մեր 28 ձայները տանք, այլ կհամաձայնվեիք, որպեսզի միասին աշխատանք տանեիք այդ երկու պատգամավորի հետ կապված։ Իսկ դուք պահանջներ եք ներկայացնում։ Քննադատողներին, հիմա մի հատ հարց տամ, չգիտեմ ովքեր են քննադատում։ Դաշնակցությունը դեռևս 2019 թվականին մայիսին, երբ մեր հանրության համար վերև նստված ներքևը Փաշինյան, միակ քաղաքական ուժն էինք, որ Փաշինյանին քննադատությամբ եւ հակափաշինյանական հանրահավաք արեցինք։ Մասնակիցները մենք էինք, խոսողները մենք էինք։ Հիմա ասել դուք չեք մասնակցում առնվազն անբարոյականությունը։ Մյուսը 20 թվականին հայնիկի փրկության շարժումը, ովքեր էին շարժիչ ուժերը։ Մենք ենք, չէ, ձերբակալվել, մերոնց նկատմամբ մենք քրեական եւ վարչական գործեր հարուցվել, մերոնց նկատմամբ բռնի ուժ կիրառվել, մերոնց նկատմամբ քրեական հոդվածներ։ Մենք ենք այսօր այստեղ պայքարում, էլի որ ասում են, տեսեք, տնտեսությունը աճում է, այդ քննադատողները ասում են, եթե չուզենայիք նրան։ Գիտես, քննադատողին քեֆ չի պակսի, քննադատողի համար էլ, գիտես, ինչ ասես կարող է անել։ Թե նախկինում կարծել եք, որ իմպիչմենտը ճիշտ գործընթաց է, հիմա ինչու չեք ուզում, որ այս գործընթացը մեկնարկի։ Պաշտոնը, տեսեք, տարբեր բաներ եք ասում, իմպիչմենտը ինքը ունի որոշակի, խիստ որոշակի նախապայմաններ։ Այն գործընթացը, որի մասին որ խոսում ենք։ Այսքան 54 ԿՊԱ-ական падգամավոր ներողություն, լավ, այսքան 54 падգամավորներից, որովհետև 4 անկախ падգամավոր կա, չգիտեմ ոնց իրանք քվեարկեն, պատիվ ունեմ, օքեյ, հիմա ասեցին, վաղ կարող ուրիշ բան ասեմ։ 6 հոգի պատիվ ունեմ, 28 հոգի Հայաստան դաշինքը, 34 են, 20 падգամավոր պակասումը, այսինքն 16-ից 20 ԿՊԱ-ական պետք է թեկնածուի օգտին քվեարկի։ Ես այսօր հունիսի 9-ին դա ռեալ չեմ համարում։ Բայց որ ասացիք վերևաստված ներքև Նիկոլ, այն ժամանակ 19-ի հանրության համար։ 18-ին էլ այդ արանքում դաշնակցությունն էր պաշտոններից օգտվում։ Շատ լավ, հետո եւ ինչ որևէ դու խնդիր ունեք դաշնակցության որևէ պաշտոնյաների պաշտոնավարումից։ Կա կոնկրետ որևէ դժգոհություն, որևէ քննադատություն։ Օրինակ հանրության որոշ հատվածի մոտ կար այն կարծիքը, որ եթե Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովի մոտից դաշնակցության հետ կոալիցիան չխզեր, դաշնակցությունը կշարունակեր սատարել Նիկոլ Փաշինյանին։ Եթե դաշնակցությունը սատարեր Նիկոլ Փաշինյանին, դաշնակցությունը օրենսդրական փոփոխություններով իհայտ հրապարակ չէր իշնում։ Ոչ, սուտ է, անամոթ կեղծիք է։ Հոկտեմբերի 2-ին իր հայտարարությունից առաջ մեր Գերագույն Մայմինը հայտարարություն է տարածել, որ մենք դուրս ենք եկել կոալիցիայից։ Ժամկետայնությունը նայ։ Քիչ էլ առաջին Նիկոլ Փաշինյանը Առաջինը մենք ենք դուրս եկել։ Նարեկ Մալյանը ասում էր Նարեկ Մալյանի համար ես ոչ պատասխանատվություն չեմ ուզում կա։ Իմպիչմենտի ու զանգը խփեք։ Ինչ իմպիչմենտ։ Բա ինքն է նախաձեռնողը, թող ինքը այդ զանգը խփի։ Ինքը падգամավոր չի։ Հետո եւ մենք ասում ենք 28 падգամավոր կան։ Պարոն Խաչատրյան, Այսինքն եթե ինքը падգամավոր չի կարա, բա ինչ կարա։ Կարա փողոցում պայքարի։ Դե թող փողոցում պայքարի, արի գնանք տեսնենք երբ է փողոց մարդ բերելը։ եւ պարոն Խաչատրյան վարչապետ։ Եվ մինչև այսօր քանի հոգի մարդ է փողոց բերել։ Եվ վարչապետը Մարդը կալանավորվել է, պարոն։ Շատ լավ, եւ դրա համար երբ ինքը արմավիր քրեակատեղական հիմնարկում էր, ես սրան այցելել եմ։ Բայց չի նշանակը, որ ինքը փող Չեն հավաքվի, պարոն Խաչատրյան, մտավախությունը ո՞րն է, որ այս գործընթացը չեք ուզում։ Մենք միշտ ասում ենք, որ իշխանապողությունը առանց փողոցային ճնշման հնարավոր չէ։ Ո՞վ է խանգարում, որ այդ փողոցային ճնշումը Փողոցային ճնշման գեներատորները միշտ եղել ենք մենք։ Հիմա էլ ինչու՞ չեք լինում գեներատոր։ Գեներատորները եղել ենք մենք։ Հիմա կան մարդիկ ասում են մենք առաջի ջութակ ենք նվագելու, այդ մեկին մեջ բերում եմ։ Կավ առաջնորդությունը ստվազնելու ենք, շատ լավ, ընդունեցինք։ Okay։ Թող process-ը սկսեն, մենք վերաբերմունք կարտանենք։ Պարոն Խաչատրյան, ընտրությունների օրը փաստորեն արդեն հայտնի է, ուղիղ 1 տարի է մնացել։ Ես կարծեմ ընտրությունների օրը որոշում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ոչ թե Ալեն Սիմոնյանը։ Դե Ալեն Սիմոնյանն է։ Այդ հարցը իրան։ Պարոն Խաչատրյան, Բայց եթե դու կարծեմ ուրիշ հարց ունեիք։ Հա, ես ուզում եի հարցնել, արդյոք այդ 1 տարին համարում եք, որ բավարար ժամանակ չէ, գուցե Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու, թեկուզ այդ փողոցային պայքար գեներացնելու։ Նայեք, միակ
ընդունելի գործիքը ընտրություններն են։ Երբեք չենք ասել։ Մենք ասել ենք բոլոր հնարավոր միջոցները ընտրություններ եւ փողոցային պայքար։ Ճիշտ է, դրանց համադրումն է։ Չի ստացվում տենց, ով ասես տենց։ Հնարավոր է առաջիկայում գործընթացներ Հնարավոր է։ Կընտրության։ Նիկոլ Փաշինյանի հետ ընտրություն Նիկոլ Փաշինյանի հետ ոչ ոք ընտրություն չի լինում, եթե լինում է երկրում ընտրություններ, կուսակցությունը որոշում է մասնակցի թե չէ։ Դա Նիկոլ Փաշինյանի հետ ընտրություններ գնալ չի։ Դա Նիկոլ Փաշինյանի դեմ ընտրությունների գնալն է։ Շարունակում եք ղեկավարել, այս դեպքում արդյոք օբյեկտիվ ընտրություններ պետք է լինեն։ Խախանցիկ ընտրություններ պետք է լինեն, խախտումներ չեն լինի, եթե Փաշինյանն է պաշտոնավորել։ Խախտումների հավանականությունը ավելի փոքր լինի, ընդդիմությունը խորհրդարանական պետք է ունենա մասնակցություն, ներկայացվածություն ընտրական հանձնաժողովներում։ Կարծում եմ շատերին դա դուր չի գալիս։ Պարոն Խաչատյան եւ փաստորեն Նիկոլ Փաշինյանը այս իր տևական գրից հետո վեհապարի եւ նրա ինչպես ինքն է հաղորդում այդ կուսակցության խախտման թեմայով, այսօր արդեն արձանագրում է, որ գրեց արձագանք չեղավ, այսօր արդեն գրեց, որ փաստորեն վեհապարը պնդեց, որ Զավակունին խախտել է կուսակրոնության ուխտը եւ պետք է ազատի վեհապարը։ Երբ է վեհապարը նման բան պնդը։ Նիկոլ Փաշինյանն այսօր այդպեսի պնդում արեց։ Ասել է, եթե իր գրառումների եզրափակիչ։ Ասկան վեհապարը պետք է Նիկոլ Փաշինյանի ամեն ինչին հերքի կամ աստղ։ Ինչի՞ց ենթադրեցիր։ Պարոն Խաչատյան, հարցս Նիկոլ Փաշինյանը այսօր արդեն եզրահանգեց, որ վեհապարը խախտել է կուսակրոնության ուխտը, զավակ ունի, ես Նիկոլ Փաշինյանն եմ ցիտում, եւ պետք է ազատի վեհարանը։ Եվ դիմում է քրիստոնեական առաքելական եկեղեցու հետևորդներին եւ այլն, ասում է, որ այս հարցով ըստորեն բոլորը պետք է շահագրգիռ լինեն եւ նպաստեն այդ process-ին, որ կաթողիկոսը հեռանա։ Ես ուզում եմ ձեր գնահատականը նախ ի վերջո ինչ հարց է լուծում հիմա Նիկոլ Փաշինյանը եւ ինչ է կարծում ինչ կան հիմա արդեն պնդում է որ զավակ ունի դուք օրինակ հնարավոր համարում եք որ չգիտեմ ակցիաների կոչանի կամ ինչ մեխանիզմների եւ մեթոդների կդիմի արդեն վեհապարի Ուրեմն ես որևէ ստորություն չեմ բացառում հիշեցնեմ որ դեռ 18 թվականին նոր Հայաստան նոր հայրապետ շարժումը փորձարը ներխուժել վեհարան, վեհապարի մեքենայի շարասյուններ փորձ է կանգնացնել։ Այս իշխանությունները անցյալ տարի արդեն իշխանությունները ուղղակիորեն փորձեցին արգելել վեհապարի մուտքը Սարդարապատի ու Շահամալիր, այնպես որ որևէ ստորություն չեն բացառում։ Մյուսը խորքային է, ինչի հանկարծ Նիկոլ Փաշինյանը որոշեց ամսի 30-ին թե 31-ին մայիսի հարցակում սանձազերծել առաքելական Սուրբ եկեղեցու դեմ, որովհետև առաքելական Սուրբ եկեղեցին Շվեյցարիայի բողոքական եկեղեցու հետ համատեղ խորհրդաժողով էր կազմակերպել, որտեղ արծարծվել էր արցախցիների վերադարձի իրավունքի հարցը եւ Արցախում հայկական, քրիստոնեական, մշակութային եւ կրոնական ժառանգության պահպանման հարցերը։ Իսկ դրանից ավելի շուտ հունվարի 7-ին Ալիևը ասել էր կամ Հայաստանի իշխանությունները հայկական ֆաշիզմի դեմ պետքա պայքարեն, հայկական ռևանշիզմի դեմ կամ ես Հայաստանի դեմ կպայքարեմ։ Հասկանալի է, իսկ ինչ լուծում եք առաջարկում, որովհետև մենք միշտ խոսում ենք թե ինչից սկսվեց, բայց չենք Նիկոլ Փաշինյանին ուղարկել տուն ինչքան շուտ ենք անում։ Պարոն Խաչատյան, այսինքն դուք կարծում եք, որ կարող է ակցիաներ եւ Չեմ բացառում։ Խուլիգանական ակցիաներ չեմ բացառում։ Ձեզ օրինակ հետաքրքիր է, թե հետաքրքիր չի վեհապարը զավակ ունի, թե չունի։ Եվ դա ինչ որ կտա օրինակ անձնապես ձեզ։ Ինձ բացարձակապես դա չի հետաքրքրում վեհապարը առաքելական Սուրբ եկեղեցու ղեկավարն է առաքելական Սուրբ եկեղեցին այն ինստիտուտն է որը պահել է հայկականությունը ազգը երբ մենք պետականություն չենք ունեցել առաքելական Սուրբ եկեղեցին այն թերևս միակ ինստիտուցիոնալ կառույցն է որը այս իշխանությունների ազգադավ ազգուրած քաղաքականությանը դեմ է գալ խոսում։ Ինձ խոհանոցային մակարդակի բամբասանքները չեն հետաքրքրել, չեն հետաքրքրում եւ ապագայում չեն հետաքրքրել։ Քաղաքացիական բախումներ կարող է լինել։ Չեմ բացառում, չեմ բացառում, որ ես նշեցի, չեմ բացառում որևէ սադրանք, որևէ խուլիգանություն, թե գործողությունների, թե խոսքերի տեսքով։ Վստահ եմ, որ կձախողվեն։
Մարկոսին Բեհարանից հանելու Երբ ասեմ։ գրառում էր այսօր առավոտ։ Ես այսօր մի քիչ ավելի կարևոր զբաղմունք ունեի Պետք է դուրս հանենք Բեհարան։ խորհրդարանում, քան թե Նիկոլ Փաշինյանի գրառումները կարդալը։ Դա այսքան փաստորեն ճիշտ եմ ասում եմ, որ ինքը ամեն տեսակի սադրանքի պատրաստ է։